Այս վերջի երկու շաբաթում Իրանը շատ կարևոր դասեր սովորեց։ Նախ որ, ինչպես արդեն ասացինք, հասկացավ, որ Ալիևյան Ադրբեջանը իր բարեկամը չի։ Նրանք, որոնք կարծում էին դեղել են Ադրբեջան ասում, ստեղել Ադրբեջանը, իրանք իրար բնական ինչ-որ դաշնակիցներ են, բայց ոչ միայն Ադրբեջանը թույլ տվեց, որ իր մոտ ուրեմն իսրայելական լրտեսական էլեկտրոնային հետախուզության եւ դիվերսիոն խումբեր լինեն եւ այդտեղից այդ հողից իրենց հարձակվեն Իրանի վրա այլև բոլոր իրենց նախկին այսպես կոչված բարեկամական եւ համագործակցական ինչ-որ պայմանագրերը խախտեց պաստորեն դա դասեր եւ Իրանը դա չի մոռանա ասել է Հիմա ուրիշ բան եղավ Ուրեմն ռմբակոծություններից հետո երբ որ արտգործնախարարը Իրանի գնաց Մոսկվա եւ Պուտինից խնդրեց օգնություն, չստացավ ոչ մի տեսակի օգնություն։ Ասում են որտեղ Պուտինը ուզում է Թրամփին չնեղացնել, բայց պարզ է որ չեն տանում։ Եվ այս դասն էլ հետաքրքիր էր, որովհետեւ հասկացան, որ վերջապես բոլոր տեսակի այս Homo Sovieticus կոչված քաղաքական երևույթների հետ ստորագրած պայմանագրերը միայն քեզ են կաշկանդում, միայն քեզ են դնում պարտավորության տակ, ռուսների համար կամ ռուսական համակարգով սնված մեծացած որևէ պետության համար պայմանագիրը ոչինչ չի նշանակում իրենց համար, իրենք գործեն ինչպես իրենց պետք է, երբ որ իրենց պետք է, ինչպես եւ տեսանք նորից Իմ կարծիքով դա Իրանի համար այս երկու դասերը, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ցույց տվեցին, որ իրենց վրա որևէ հենվել, որևէ հույս դնել դա անհույս գործն է, սխալ բանն է։ Հիշեցնեն, ես կարծում եմ Իրանը երկուսին էլ ժամանակը իրենց կողմն է։